Արագաչափերը կանոնավորում է երթևեկությունը, մեքենաները շատ է շատացել քաղաքում։ Քաղաքացիների նման մտահոգություններն էին պատճառը, որ Կապանի երկու ճանապարհահատվածներում արագաչափեր տեղադրվեցին։ 2024 թվականին Կապան քաղաքի M2 միջպետական ճանապարհը ենթարկվել է հիմնանորոգման արդյունքում հեռացվել էին նախկինում տեղադրված արագաչափ սարքերը քաղաքացիների դիմումի պահանջի համաձայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամների նախաձեռնությամբ դիմեցինք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, միևնույն ժամանակ դիմումի համաձայն խնդրեցինք քննարկել եւ դիտարկել տեղադրել Սպանդարյան փողոցի Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի հարևանությամբ գտնվող ճանապարհի վրա, քանի որ այնտեղ նույնպես տեղի են ունենում մեծ վթարներ, ցավոք սրտի մահվան ելքով։ Ներքին գործերի նախարարությունը Կապանի ավականու եւ բնակիչների առաջարկ պահանջը քննարկել ու դրական արձագանք է տվել։ Ըստ մեր քաղաքացիների ավականու անդամների, ինչպես նաեւ մեր վերլուծությունով նույնպես պարզ դարձավ, որ նշված հատվածներում իրոք մեր վարորդները գերազանցում են սահմանված արագությունը եւ արդեն տեղադրվել է, նախապես հայտնել ենք մեր քաղաքացիներին, որ տեղադրվել են արագաչափ սարքեր եւ փոքր ինչ կարելի ասել մեղմվել է իրավիճակը։ Այսօր արդեն արագաչափեր տեղադրված են Բաղաբերդ 1 եւ Հունան Ավետիսյան 24 հասցեների հարակից ճանապարհահատվածներում։ Քաղաքացիների խոսքով նախաձեռնությունը կնպաստի կարգուկանոնի պահպանմանը։ Ինձ թվում է քաղաքի ներսում պետք է լինի արագաչափեր զգուշության համար։ Ձեր կարծիքով փոխվի։ Եթե Գրպանին կպնում կօգնի։ Վարորդների որտեղ մեծ մասը անկանոն են քշում, շատ քիչ մասն են, որ պարտաճանաչ դիտերապետում են կանոններին, որպես անցորդ մեզ ձեռք է տալիս, որ երթևեկություն նորմալ լինի, որ վթարները շատ քիչ են։ Ամեն խաչմերուկ պիտի կամերան լինի, կամ կախված, կամ մի բանի վրա, որ Գրպանին կպնի, ուրեմն կարգի է։ Կապանում հույս ունեն, որ արագաչափերը քաղաքում կշարունակեն ավելանալ։ Տեղի բնակիչների խոսքով դա կօգնի կանխել վթարները եւ ապահովել թե վարորդի, թե հետիոտնի անվտանգությունը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։